Alpha News-ի մոսկովյան գրասենյակի խմբագիր Հայկ Խալաթյանն է ինձ հետ տաղավարում եւ այսպես Հայկ Հայաստանի Հանրապետություն Ադրբեջան խաղաղության մասին ցանկացած հիշատակում այս իշխանությունը անելիս պարտադիր վերջում ավելացնում էր տարածաշրջանային խաղաղություն։ Հիմա արդյոք տարածաշրջանում խաղաղ է եւ ինչ արժե, ընդհանրապես ինչ նշանակություն ունի Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։ Տեսեք, ես նաև կավելացնեի անընդհատ խոսում են, որ միջազգային իրավունք, իբր եթե պայմանագիր կնքվի դա ավելի ապահով է Հայաստանի համար, քան հույսը դնել, որ դաշնակիցները կօգնեն կամ նույնիսկ բանակի ուժեղացման վրա, անընդհատ այսպես միջազգային իրավունքի վրա հղում անելով, բայց մենք տեսնում ենք, որ միջազգային իրավունքը որևէ երաշխիք չի, եթե որևէ մեկ ուզում եք սկսել ուժային գործողություններ կամ ագրեսիվ քայլեր։ Այստեղ հենց խոսքը գնում է նրա մասին, որ դու պետք է ունենաս լավ դաշնակիցներ, ուժեղ բանակ, եւ միայն այդ պարագայում միջազգային իրավունքը կարող է գործել։ Իսկ եթե դու հույսը դնես միայն միջազգային իրավունքի վրա, խոստումների վրա, որոնք տրվում են այլ պետություններից, քո զիջումների դիմաց, դա որևէ երաշխիք չի տալուս։ Տեսանք, Իրանը երկար ժամանակ խուսափում էր կոշտ պատասխաններից եւ այլն, ամենքե փորձում էր կառուցողական լիներ, դա բերեց նրան, որ արդեն այսպիսի պատերազմ։ Արդյոք միայն դա բերեց դրան։ Չէ, դե իհարկե միայն դա չէ, խնդիրն նրանում է, որ շատ բազմաշերտ է, պետք է նաեւ ասել, որ փաստացի Իսրայելը փորձում է չեզոքացնել տարածաշրջանում իր գլխավոր ու նաեւ կարելի է ասել միակ այսպես ռեալ հակառակորդին։ Եվ դա անում է նույնիսկ ոչ թե իր ձեռքերով, այլ ամեն ինչ անելով, որպեսզի ԱՄՆ-ն ներգրավի, ներգրավելով ԱՄՆ-ին, պետք է ասեմ, որ արդեն ԱՄՆ-ում արդեն սկսել են դիսկուսիա բանավեճ դրա շուրջ, որ շատ հեռու պետք չէ գնալ։ Չէ, ամերիկացիներն ու նկատում նույնիսկ ոչ թե դեմոկրատ, նույնիսկ Տրամպի թիմակիցներն, Տակեր Կարլսոնը եւ այլն, խոսում են նրա մասին, որ փաստացի ստացվում է այնպես, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում առաջնորդում է ոչ թե սեփական շահերով, այլ Իսրայելի շահերով։ Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև 2025 թվականի հունվարին ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին խարտիա, փաստաթուղթ։ Այս փաստաթուղթը ինչ որ բան պարտավորեցնելու է մեզ այսօր հատկապես։ Ես չեմ կարծում, որ այս բանը հենց Հայաստանին ուղղակի պարտավորեցնելու է, բայց ես ուրիշ բան կուզենայի ասել, տեսեք, Հայաստանը անընդհատ խոսում է քննադատություն է գնում Ռուսաստանի նկատմամբ, որ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները չարդարացվեցին եւ այլն։ Դրանից այնտեղ շատ բան կարելի է քննարկել, թե ոնց է եղել, միայն Ռուսաստանն է մեղավոր, թե այլ։ Դրանից իհարկե իր մեղքի բաժանումներ, բայց տեսեք, վերցնենք Մերձավոր Արևելք, արաբական երկրներ, որոնք ԱՄՆ-ի հենց դաշնակիցներն են, տարբեր երկկողմանի պայմանագրերով, բայց փաստացի ստացվեց, որ ԱՄՆ-ն իրենց զոհաբերում է իր ամբողջ ռեսուրսները կենտրոնացնելով Իսրայելի պաշտպանության վրա, հասկանալով ամբողջ արաբական աշխարհն է փաստորեն։ Ու Պարսից ծոցի մոնարխիաները ես տենց կասեի դա, որովհետև փաստացի իր ներուժը կենտրոնացել է, որ միայն թե Իսրայելին հնարավորն է ապահովագրի, եւ ստացվում է, որ այն երկրները, որոնք բազմամիլիարդանոց, ի տարբերություն Իսրայելի, նրանք բազմամիլիարդանոց ներդրումներ են անում Ամերիկա, տասնյակ միլիարդ, նույնիսկ հարյուրավոր միլիարդների զենք գնում, ներդրումներ անում եւ այլն, հաստատի եւ պահ եկավ պաշտպանության, նրանց զոհաբերում են, որովհետեւ նպատակը Իրանին չեզոքացնելն է, նպատակը ամենքեփ Իսրայելին պաշտպանելն է։ Դա համար մենք պետք է մտածենք, արդյոք այն խոստումները, որ մեզ տալիս են, իշքանով դա ինչ գին ունի եւ պատրաստ է ԱՄՆ-ն միջև վերջ տարածաշրջանում լինել եւ իր շահերը, նույնիսկ գոնե իր շահերը առաջ տանել, պաշտպանել, թե կարող է խաղաղարար դառնալ, ինչպես օրինակ շատ ավելի հզոր պետություններ, նկատի ունեմ Սաուդյան Արաբիան, Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթը։ Եթե Միացյալ Նահանգներ Իրան այս հակամարտությունը ավարտվի ի օգուտ Իրանի կամ Միացյալ Նահանգները եթե չպարտվի, ապա չհաղթի, դա դժվար լինի ձևակերպել իբրև հաղթանակ։ Այդ դեպքում Մեղրիով անցնող 42 կիլոմետրանոց այդ հատվածի վրա ովքեր են լինելու, ինչ է լինելու։ Տեսեք, ստե բառ հացը ոնց ինչպես գնահատենք ով հաղթեց կամ ով չպարտվեց, որովհետև իմ կարծիքով կրկնվելու անցած տարվա սցենարը
եւ ամեն կողմ փորձել է պնդել, որ ինքն է շահած դուրս եկել այս պատերազմից, ԱՄՆ-ն պնդելու է, որ կարողացել է այտենց մահացու հարված հասցնել թե միջուկային թե հրթիռային ծրագրին Իրանը փորձել է համոզել, որ քանի որ ռեժիմի փոփոխություն տեղի ունեցավ, որ նրանք հաղթել են, բայց նաև պետք է հասկանալ, որ ընկածկով ԱՄՆ-ի եւ Իսրայելի նպատակներից է հաշվի առնելով այն ներքին խնդիրները, որ կան Իրանում, այս հարվածներով, որոնք շատ լուրջ հարված են լինելու, մեծ կորուստ են տվել Իրանի թե պետական համակարգին, թե ինֆրաստրուկտուրին եւ այլն ավելի խորացնելու այդ ճգնաժամը սոցիալ-տնտեսական եւ հույսնալով, որ դա ի վերջո մի օր կբերի նրան, որ նոր ժողովրդական բողոքի ալիքի ժամանակ իշխանությունը չկարողանան դիմանալ կամ նույն էլիտայի որոշ մասը գնալ։ Amma դա երկար պատմություն է, բայց ձեր հարցի պատասխան ասեմ, որ պետք է այս ֆոնին երկու տարբերակ կա։ Մեկը որ Իրանը լինելու ավելի ագրեսիվ, ոչ թե ագրեսիվ, այլ ավելի կոշտ իր շահերը պաշտպանելուց, բայց մյուս կողմից պետք է ընդունենք, որ երևի եւ արդեն իսկ կոշտ է, արձանագրենք դա։ Չէ, գիտեք ինչ, իրանական հայտարարությունները միշտ կոշտ են, բայց հաճախ այնպես է լինում, որ այդ կոշտ հայտարարությունից հետո որևէ կոշտ քայլ չի տեղի ունենում, բայց տեսեք, կոշտ չգնահատենք մինչեւ այսօր տեղի ունեցած այս քարորյա պատերազմը, ես դա չեմ ասում, տեսեք, Սուլեյմանիից հետո եւ այլն շատ է եղել, որ Իրանը շատ վերնախավասում է այսպես արևելյան ճոխ եւ կոշտ հայտարարություն անել, բայց դու տեսնում ես, որ ասածը եւ արածը իրար չեն բնում, բայց ես ուրիշ բան նկատում եմ։ Այս պատերազմից հետո իրանական կողմը կարող է շատ ավելի կոշտ եւ փոցի արձագանքել թե Ադրբեջանի գործողություն, թե Հյուսիսում իր բարեկամ Հայաստանում որոշ զարգացումներ, որ կարող խնդիրներ ստեղծել իր հետ։ Բայց օրինակ նույն տրիպը, եթե վստահ կացի, որ այդ տրիպի միջոցով ԱՄՆ-ն ամրապնդվում է նաև Հայաստանի սահմանին։ Եթե մենք տեսնում ենք դժգոհությունը Ադրբեջանի հետ կապված, որ Ադրբեջանի տարածքում գտնվում են իսրայելական հետախուզական, այսպես տարբեր օբյեկտներ եւ այլն, որոնք օգտագործվում են Իրանի դեմ։ Եթե տրիպը այսօր լիներ, այսօր իսկ արդեն իսկ կառուցված լիներ, դա մեզ ավելի շատ օգուտ կտար, թե վնաս։ Չեմ կարող ասել, որովհետև կրկնեմ, այստեղ որևէ մեկը չգիտի ինչ ծավալի այդ ուժային այդ ընկերությունը, որ պետք է անվտանգությունը ապահովի, թե ինչպես է գործելու եւ այլն։ Բայց եթե այստեղ լինեին տեղակայված ամերիկյան զինված ուժեր, ինչպես օրինակ Պարսից ծոցի երկրներում են, դա եւ անպայման չէ հենց որպես զինված ուժեր կարող են ու մասնավոր զինվորական ընկերություն եւ այլն, դա կարող է խնդիրներ բերել, կարող է, բայց կրկնեմ, դեռ չի եղել։ Բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ մեր համար վտանգավոր այն է Հայաստանի համար, Իրանի հետ զարգացումը, որ եթե նույնիսկ Իրանը, չեմ ասում, իշխանափոխություն լինի, ռեժիմ փոխվի, այլ մնա, բայց թուլացած լինի, դա իհարկե խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար, որտեղ նույն Ադրբեջանը, Թուրքիան իրենց քայլերում արդեն կարող են այդ կանել չմտահոգվել, թե ինչ արձագանք ունենա ունակ Իրանի կողմից, եթե փորձեն գնալ գործողությունների Հայաստանի նկատմամբ կամ զրկել այսպես կամ ուժով ստանալ այսպես կոչված զանգվածային միջանցք։ Եթե այս հակամարտության թույլ կտամ ասել նաև պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգները զիջի իր դիրքերը, այդպես ստացվի պարզապես, արդյոք կդիմի Թուրքիայի օգնությանը որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Բարդ հարց է, ասեմ ինչու, որովհետև մենք բազմիցս տեսել ենք, որ Թուրքիան տարածաշրջանում, ես կարող եմ հիշեցնել, որ նույնիսկ Իրաքյան պատերազմին Թուրքիան թույլ չտվեց իր տարածքը օգտագործել, բայց Թուրքիան ստեղ առաջնորդում է իր շահերով, տեսեք։ Նրանք նոր վերջերս կարողացան մի կերպ քրդական հացը լուծել, ու իրենց պատկերացմամբ լուծել քրդական հացը Սիրիայում, իրենց ներկայիս Սիրիայի իշխանությունների օգտին։ Նույն Իրաքում, երբ որ իշխանափոխություն եղավ, ռեժիմը տապալվեց, քրդերը ստեղծել են փաստացի կիսանկախ այսպես միավորում, իր նույնիսկ զինված ուժեր եւ այլն, որի տարածքը օրինակ օգտագործվում է Իրանի դեմ ռազմական գործողություններում եւ չնայած ի տարբերություն Սիրիայի քրդերի, Իրաքի քրդերը ավելի շատ են համագործակցում Թուրքիայի տարբեր պատճառներով հաշվի առնելով, բայց միևնույն է իմ կարծիքով Թուրքիան չնայած դիտարկում է Իրանին որպես մրցակից տարածաշրջանում, բայց ավելի հեռու է նայում եւ մտավախություն ունի, որ եթե օրինակ ռեժիմը տապալվում է, այս կերպ է տապալվում ռեժիմը, ապա փաստացի
Իրանի տարածքում նոր քրդական միավորում կարող է ստեղծվել, իսկ քրդերը այսպես առաջամարտիկներից են այս պայքարի իշխանությունները, ինչպես օրինակ բելուջները, իրենք ավելի այսպես ծայրահեղ են դամադված, քան նույնիսկ օրինակ ադրբեջանցիները Իրանում բնակվող, եւ իմ կարծիքով այս պահին Թուրքիայի այս զգուշավոր քաղաքականությունը հենց դրանով է բացատրում, որ Թուրքիան չի ուզում օժանդակել մի պրոյեկտի, որի ընթացքում ինքն է ունենալու խնդիրներ։ Դրանից շահելու են ԱՄՆ-ն, Իսրայելը որոշ չափով, բայց նույնիսկ ժամանակավոր այսպես եթե Թուրքիան ասի, տեսեք, մենք էլ օգնեցինք, չզոքացեցինք Իրանին, բայց դրա փոխարեն շատ ավելի լուրջ խնդիր ունենալու, որը ազդելու է նաև իր ներքաղաքական կյանքի վրա, իր ներքին անվտանգության վրա։ Թե Թուրքիան, թե Ադրբեջանը բնականաբար իրենց շահերով են առաջնորդվում, բայց Ադրբեջանը առավելապես հանուն իր շահի պատրաստ է նաև որևէ բան տալ Իսրայելին։ Արդյոք հին պարտքերը մարելու ժամանակը չէ, խոսքը 44 օրյա պատերազմի ժամանակ Իսրայելի ցուցաբերած աներևույթ եւ առերևույթ օգնության մասին է։ Տեսեք, Ադրբեջանը արդեն փոխհատուցում է, նույն իրանական կողմը մեղադրում է, որ նույնիսկ Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում Իսրայելը տեղակայել է տարբեր օբյեկտներ, հետախուզություններ իրականացում այդ տարածքից Իրանի նկատմամբ եւ այլն։ Բայց այլևս շատ զգուշ է, մինչև նա վստահ չլինի, որ իր միջամտություն եւ Իրանի պատասխան գործողությունները այսպես հետևանքներ չեն ունենա իր համար, նա չի գնա կտրուկ քայլերի Իրանի նկատմամբ։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ այս պահին, տեսեք, նա ցավակցություն հայտնեց ոգեւոր առաջնորդի սպանության հետ կապված, մահվան հետ կապված, չնայած բոլորը գիտեն, որ ինչ սերտ համագործակցություն ունի Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ, բայց փորձում է զգուշավորություն պահպանել, որովհետեւ Իրանը կողքն է, իսկ Իսրայելը ԱՄՆ-ն հեռու են։ Դա եմ ասում, նա զգուշ է տանելու եւ վստահ լինի, որ իր միջամտությունը այսպես որևէ լուրջ հետևանք իր համար չի լինելու եւ միջամտությունը թույլ կտա այդ հաղթողների շարքում լինել, կգործի Իրանի դեմ, բայց այս պահին ինձ թվում է այլևս շատ ավելի զգուշ է լինելու, որտեղ հասկանում է, որ նույնիսկ այս պայմաններում Իրանը կարող է շատ կոշտ պատասխանել։ Արդյոք Փաշինյանի ուշացած, եթե դա ուշացած կարելի համարել իհարկե, ցավակցությունը որևէ հետևանք ունենալու է թե ոչ, եւ դա էլ էր զգուշավորության հետևանք արդեն Փաշինյանի կամ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից։ Դա էլ է հետաքրքիր, տեսեք, կրկնեմ, Ադրբեջանը որ շատ ավելի մտերիմ է Իսրայելի հետ, չեմ էլ ասում ԱՄՆ-ի հետ, բայց Իսրայելի հետ մենք տեսնում ենք ինչ սերտ համագործակցություն կա, ես ինչու շուտ ցավակցություն է հայտնում Իրանին, հասկանալով, որ Իրանը հարևան է, կարևոր երկիր է տարածաշրջանային եւ այսպիսի ժեստերը, որոնք ցանկացած արևելյան երկրում եւ ոչ միայն արևելյան, իհարկե բոլորը հիշում են դրանից հետևություններ են անում, բայց ես ինչու Հայաստանի իշխանությունները փորձեցին ամենավերջիններից լինել, որոնք ցավակցություն հայտնեցին, կարծում եմ Իրանում դա նկատեցին եւ հետևությունները որոշակի արեցին դրանից։ Եվ սա ամենատարօրինակը էր, որ իմ կարծիքով եթե նույնիսկ Հայաստանը առաջիններից այսպես ցավակցություն հայտնել, նույնիսկ ԱՄՆ-ն որևէ պրետենզիա չէր ունենալու Հայաստանի իշխանությունների նկատմամբ, ինչու ցավակցություն հայտնի, որովհետեւ միշտ կարող ես ասել դե հարևան երկիր է, պետք է այսպես քայլեր անենք, որոնք հարևանի կողմից կգնահատվեն։ Այսպիսի լարվածության ֆոնին մենք տեսնում ենք ներքաղաքական կյանքում կարկանդակների շքերթ։ Ինչի մասին է սա խոսում։ Սա անլրջություն է, որը հետևանքների է հանգեցնելու։ Սա պարզապես այն է, ինչի մասին մենք բազմիցս այս տաղավարում խոսել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս փոխել է իր ռազմավարական վեկտորը, ռազմաքաղաքական վեկտորը։ Եվ այնինչ որ կատարվում է Իրան-ԱՄՆ հակամարտությունում, պարզապես ձեռք է տալիս այս իշխանություններին եւ իրենք ավելի շատ հակված են Միացյալ Նահանգների հաղթանակին։ Չէ, գիտեք, ես նույնիսկ այդքան չեմ խորանալ, իմ կարծիքով դա շատ ցույց է տալիս առաջնահերթությունները իշխանությունների եւ իրենց լրջությունը ճակատավոր։ Տեսեք, ինչու եմ ասում։ Հենց առաջ օրը, երբ որ սկսավ ռազմական գործողությունը, դե հետևում է Ղազախստանը, որը ընդհանուր սահման ունի Իրանի հետ, հարյուրավոր կիլոմետրներ հեռու է եւ ուղղակի վտանգի համար չկա, Ղազախստանի նախագահն միանգամից անվտանգության խորհուրդ է հրավիրում Տոկաևը, որպեսզի քննարկի, թե իրենց վրա դա ինչ ազդեցություն կարող ունենալ։ Կրկնեմ, ընդհանուր սահման ունի,
Կասպից ծովն է իրենց միջև եւ այլն, բայց հասկանում եմ, որ այսպես զարգացումներ են սկսվում, որոնք կարող են ազդել նույնիսկ իրենց վրա։ Հայաստանի իշխանությունները հիշում եք, դուք հիշատակեցիք կարկանդակներ եւ այլն։ Եվ փաստացի ցույց է տալիս, որ առաջնայինը այս իշխանության համար ոչ թե երկրի անվտանգությունն է, երկրի շահերն է, այլ իրենց սեփական իշխանության պահպանումը, վերընտրությունը։ Եվ ինչ կլինի Հայաստանի հետ եւ այլն, այս բանը այդքան էլ իրենց համար երկրորդականը կարող է ապահովել սեփական հաղթանակը ընտրություններում։ Իսկ ինչ կլինի աշխարհի հետ նաև իմի բերելով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովը հայտնում է առնվազն չի բացառում, որ Իրանի դեմ պատերազմը կհանգեցնի մերձավոր արևելքում միջուկային զենքի տարածման։ Դե դա հասկանալ է, տեսեք, Իրանը երկար տարիներ մեղադրում են, որ ուզում է միջուկային զենք ստեղծել, չնայած երկիրը չի ստեղծել։ Եվ իմ կարծիքով այնտեղ հոգևոր առաջնորդն է դեմ եւ այլն։ Եվ տեսեք, նույն եթե Իրանը կարողանա դիմանալ եւ իշխանապողություն դերությունալ, ես վստահ եմ, որ քաղաքական էլիտայում Իրանի կտուկ փոփոխություն կլինի, որտեվ մարդիկ նույնիսկ հիմա են ասում, իսկ այս պատերազմի միջ այս պատերազմի ասում, իսկ պատերազմից հետո առավել եւս ասում, տեսեք, Հյուսիսային Կորեան ունի միջուկային զենք, որ մեկը չի համացակվում, նույնիսկ ԱՄՆ-ն չի համացակվում գործողություններ գնալ Հյուսիսային Կորեայի դեմ։ Եկեք մենք էլ ստեղծենք, որպեսզի ապահովենք մեր անվտանգությունը, բայց եթե Իրանը ստեղծի միջուկային զենք, ստիպված ինքնապաշտպանության նպատակներով, ապա նույն հացը իրենց առջև դնելու են Սաուդյան Արաբիան, Թուրքիան, որոնք տնտեսական եւ ֆինանսական, գիտական պոտենցիալ ունեն այդ քայլի գնալու, որովհետեւ բոլորը, եթե այս պահին ըստ փոցագետների կարծիքի միայն Իսրայելը ունի, որտեղ նա ոչ հաստատել է պաշտոնապես, ոչ էլ հերքել է, ունի միջուկային զենք, ունի Ռուսաստանը, կմիանա այս ընդհանուր հակամարտության։ Չէ, իհարկե ոչ։ Ռուսաստանը, Չինաստանը ամեն ինչ անելու են, որպեսզի մաս չդառնան այս պատերազմի։ Առավել եւս, որ նրանք ես հաճախ եմ լսում քննադատություններ, որ իբր ռազմավարական գործընկերության պայմանագիր ունի Ռուսաստանը ու Պարսկաստանը, բայց պետք է ասեմ, որ նույն այդ պայմանագրում կետ չկա փոխադարձ օգնության, այդ ռազմական եւ ինչպես դեռ մինչեւ այս պատերազմը ինձ փորձագետներն էին ասել ռուս, ովքեր այդ գործընթացին լավ տեղյակ են, ասում են հենց Պարսկաստանն է ժամանակին պահանջել այդպիսի ռազմական փոխօգնության կետը հանել։ Ունակ նմանատիպ կետ կա Հյուսիսային Կորեա, Ռուսաստան այդ նույն ռազմավարական գործընկերության պայմանագրում, Պարսկաստանի չկա։ Իհարկե Ռուսաստանը այնպես չէ, Ռուսաստանը նաև շատ լավ հարաբերություն ունի արաբական երկրների հետ, ոչ միայն Իրանի հետ։ Ստեղ այլ հարց է, որ ամենամեծ գնորդը նավթի դա Չինաստանն է եւ մինչ այդ Վենեսուելա է, մեր Չինաստանը մեծ մասը նավթի գնում վենեսուելական եւ փաստացի ըստ ԱՄՆ-ի չի բացառում, որ Տրամպը սա դիտարկում է որպես այսպես հակաչինական իր պայքարի շրջանակներում գործողություններ նույն Իրանի դեմ, բայց նույնիսկ Չինաստանը, որ ավելի մեծ կարողություն ունի, ի տարբերություն Ռուսաստանի պատերազմի մեջ չի, մենք տեսնում ենք, որ այն ծավալի օգնությունը ցույց չի տալիս Իրանին, ինչը նա կարող է, որտեվ նույն հոբ համակարգի եւ այլն ավիացիայի կարիք ունի Ռուսաստանը, որը այսպես լուրջ պատերազմի մեջ է ոչ միայն Ուկրաինայի հետ, այլ փաստացի ըստ ռուսական կողմի կոլեկտիվ արևմուտքի հետ։ Առաջիկա մի քանի ժամը ինչ սպասենք Հայկ, կամ մի քանի օր առնվազն։ Դժվար է, իմ կարծիքով այս պատերազմը երկար չի կարող տևել, որովհետեւ շատ թանկ է նստում, ոչ միայն մասնակից երկրների համար, այլ միջազգային տնտեսության վրա մենք տեսնում ենք արդեն նավթի գինն է բացանում, գազի գինն է բացանում եւ ոչ միայն Եվրոպայում եւ այլն, այլ նույնիսկ ԱՄՆ-ում, իսկ դա մենք տեսնում ենք, որ Տրամպի վարչակազմը միայն այդ տնտեսական ազդակներին են կարողանում, հետևանքներն են կարողանում ազդել Տրամպի վարչակազմի գործողությունների վրա։ Դա համար ես կարծում եմ, որ մոտակա օրերին ամեն կողմ մոտակա շաբաթային օրերին շատ լավատեսական կլինի, բայց մոտակա շաբաթներին ամեն կողմ կհայտարարի, որ ինքը հաղթած դուրս եկավ այս հակամարտությունից եւ ռազմական գործողությունները այս թեժ բաղը կդադարի։ Լավատեսական նոտ էր բավականին, սրանով էլ առաջարկում եմ ավարտենք, շնորհակալ եմ շատ։ Ալֆա Նյուզի տաղավարում էր Ալֆա Նյուզի մոսկովյան գրասենյակի խմբագիր Հայկ Խալաթյանը։